Բոլորս էլ գիտենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկը մահացել է, իսկ ձեզ չի հետաքրքրում, թե դրանից հետո ինչ է տեղի ունենում։ Ախր շատ կարևոր է։ Երբ Հռոմի Պապը մահանում է, դա դեռ չի նշանակում, որ նա մահացել է։ Իսկ դուք ինձ կհարցնեք, թե ոնց տեն ստացվեց։ Կարդինալներից մեկը 3 անգամ արտասանում է Հռոմի Պապի մկրտության անունը։ Եթե նա չի պատասխանում, այդ ժամանակ նրան ճանաչում են մահացած։ Դրանից հետո Վատիկանը պաշտոնապես հայտարարում է Հռոմի Պապի մահվան մասին։ Չմոռանաս գրանցվել, գիտակեր։ Պապի թաղման արարողությունը տեղի է ունենում նրա մահվանից 4-ից 6 օր անց։ Այնուհետև սկսվում է 9 օր տևողությամբ սուգը, եւ սգի ավարտից հետո սկսվում է նոր պապի ընտրության գործընթացը։ Կարդինալների ժողովը, որը կոչվում է կոնկլավ, որոշում է, թե ով է դառնալու հաջորդ պապը։ Տեղի են ունենում ընտրություններ, որի ժամանակ նրանք մեկուսանում են Սիքստինյան մատուռում եւ քվեարկում են մի քանի փուլով։ Յուրաքանչյուր քվեարկությունից հետո քվեաթերթիկները այրվում են։ Եթե սև ծուխ է դուրս գալիս, ուրեմն պապը դեռ չի ընտրվել, իսկ եթե սպիտակ է ծուխը, դա նշանակում է պապին արդեն ընտրել են։ Ժողովուրդ, ասեք, որ շատ հետաքրքիր էր։ Շուտով մեր էջում տեղադրելու ենք հոլովակ, որը նվիրված է մի հայի, ով պետք է դառնար Հռոմի պապ։ Իսկ դուք կոմենտներում գրեք, թե ինչ գիտեք այս Հռոմի պապի մասին։